Տիկին Գյուրերյան, բարև ձեզ, շնորհակալ ենք, որ եկաք տաղավար, մի քանի թեմաների հետ կապված կլսենք ձեր խոսքը։ Եվ այսպես մենք երեք տեսանք ըստ էության Մայրաթորի ապտակ այս իշխանությունների, սրբապիղծ բռնազավթում է եղել Հովանավանքում, ասում է Մայրաթորը իր խոսքում, որը տարածվեց։ Խնդրեմ ես մասով ձեր խոսքը, սա իրոք ապտակ էր, համեցեք։ Նախ բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար, սիրելի հայրենակիցներ, իրոք այն ինչ կատարվեց անցյալ շաբաթ Հովանավանքում, դա խայտառակություն էր, դա սրբապղծություն էր եւ սրբապղծության հեղինակն ու ղեկավարն ու գլխավորող անձը այսօրվա մեր երկրի վարչապետ կոչվածն է, ով ինչ է արել հարցակում եկեղեցու վրա, ինչու, որովհետև ինքը շատ լավ հասկանում է, որ եկեղեցին այն ուժն է, ով ի վիճակի է, իզորու է համախմբելու բոլոր ազգային ուժերին եւ պայքարը եւ թույլ չտալու, որ իրենց ապիկար իշխանությամբ երկիրը հանձնեն թուրք-ադրբեջանական տանդեմին, մի ծրագիր, որի իրականացման համար իրենք եկել են իշխանության։ Սրբապղծություն է եւ իրենց սրբապղծությունը հիմնավորելու համար իբր թե ինչ որ խոսում են ինչ որ եկեղեցական կանոնների խախտումներից, եկեղեցական երթումների դրժումից։ Իրենք ամեն օր ինքը հենց նույն վարչապետը ամեն օր, ամեն Աստծու օր առավոտից իրիկուն խախտում դրժում է իր երթումը, սահմանադրական երթումը, որ տվել է վարչապետ դառնալիս եւ սրբապղծորեն սահմանադրությունը խախտողը խոսում է ուրիշների երթումները դրժելու մասին։ Սրբապղծությունը բնականաբար հանրության կողմից միշտ մերժվելու է։ Սրբապղծությունը հանրության կողմից արժանի հակահարված ստանալու է եւ այն, որ նորից հաջորդ շաբաթ այսօր մոտ օրերս նորից է նա փորձում նմանատիպ գործողություն իրականացնել, ապացուցում է միայն մեկ բան, որ ինքը չի ստացել այն արդյունքը, որ ուզում էր ունենալ, ինքը համոզված է, որ ժողովուրդը իր հետևից չի գալու, ինքը համոզված է, որ եկեղեցուն մերժելու իր կոչերը առ ոչինչ են, ինքը ոչինչ է, որպեսզի ժողովրդին հանի եկեղեցու դեմ, եւ ըստ էության իր երկրորդ անգամ նման փորձ անելու կոչով ընդհանրապես ինքը վախեցնում է իր թիմակիցներին եւ այն թիմակիցներին, ովքեր այդ օր իր հետ չէին, վախենան հաջորդ անգամ գոնե գան, գոնե գլխաքանակ ավելացնեն, գոնե այնտեղ մարդկանց քանակն ավելի շատ երևա, բայց մենք հո տեսանք, թե ովքեր էին այդ քանակությունը ապահովողները, նախարար, մարզպետ, փոխմարզպետ, չգիտեմ, իրենց թիմակից բոլոր ուժերը, ովքեր եւ ընդհանրապես ոստիկաններ քաղաքացիական համազգեստով, սա է այսօր նրան սատարող ուժը եւ ընդ որում ոչ բոլորը։ Եվ փաստացիորեն այս մարդը ուզում է, որ մնացածներն էլ գան, մնացածներն էլ երթում տան իր սրբապղծությանը մասնակցությանը։ Ովքեր կմասնակցեն, այդ իր խնդիրն է, բայց այո, կաթողիկոսը եւ մեր Մայրաթորը արժանի պատասխան ներկա տվեցին նրա սրբապղծությանը, արժանի գնահատական տվեցին այդ գործողությանը եւ բնականաբար հանրությունը ականջալուր է Մայրաթորին, կաթողիկոսի խոսքերին, հայտարարությանը, ոչ թե ապիկար իշխանության ղեկավարին, այնպես որ սիրելի հանրություն, ուշադիր լսեք եւ ականջալուր եղեք Մայրաթորի կոչերին, կաթողիկոսի կոչերին եւ երբեք մի տրվեք այս ապիկար իշխանությունների խայտառակ գործողություններին։ Եվ այս իշխանությունները այսօր ըստ էության ինչ են ուզում անել։ Իրենք ամեն ինչ անում են, որպեսզի առաջիկա ընտրություններում արտահերթ թե ընտրական իրենք կարողանան որոշակի ձայներ ապահովել։ Ինչու, որովհետև ավելի լավ, քան իրենք չեն ոչ մեկը չի անցկացրել հարցումներ, ավելի լավ, քան իրենք ոչ մեկը չգիտի, թե հարցումների արդյունքներով իրենց վարկանիշը ուր է հասել, նա արդեն շրիշակից էլ ցածր է։ Իրենք շատ լավ գիտեն իրենց վարկանիշը, իրենք շատ լավ գիտեն, որ ընտրություններով իրենք վերարտադրվելու որևէ շանս չունեն եւ այս վերարտադրման փորձերը ցանկություն ունենալն է, որ նման սրբապղծությունների ճանապարհ է բացում իրենց համար, բայց սրբապիղծը ունի միայն մեկ ճանապարհ՝ հեռանալու այս իշխանությունից, սրբապիղծները
ոչինչ չունեն, տեղ չունեն մեր երկրում առավել եւս իշխանությունում եւ իրենք շատ լավ գիտեն, որ այլևս չեն վերընտրվելու եւ դրա համար նաեւ իրենք սկսել են հարձակումները ավելի ուժեղացնել հենց տեղական ինքնակառավարման մարմինների վրա։ Այսօր էլ կարծեմ մտել են Էջմիածնում, եթե չեմ սխալվում, ինչ որ ռազմական կառույց եւ քիմիկների զորամաս ԱԱԾ-ն է մտել։ Ինչու? Երևի մտածում են, որ այնտեղ 1-2-ի գրպանը մի քանի բան կգցեն, 1-2-ի վրա գործ կկարեն, դրանով նորից կվախեցնեն ընտրողներին, վախի մթնոլորտ կտարածեն եւ այդ վախի մթնոլորտի արդյունքում մարդիկ կամ իրենց կընտրեն, մյուս ընդդիմադիրներին չեն ընտրի, կամ ընդհանրապես ընտրության չեն գնա։ Սիրելի վաղարշապատցիներ, ես ձեզ կոչ եմ անում անպայմանորեն, ես ձեզ խնդրում եմ ուղղակի անպայմանորեն մասնակցել այդ ընտրություններին, միշտ համոզված եղեք, որ թեկուզ մասնակցելով եւ ոչ մեկին ձայն չտալով, դուք դրանով մերժում եք օրվա ապիկար իշխանություններին։ Ձեր չմասնակցությունը հավասարազոր է այսօր այս իշխանություններին ձայն տալուն եւ դուրս եկեք այդ անտարբերության վիճակից եւ անպայմանորեն մասնակցեք եւ մերժեք այս իշխանություններին։ Միայն ձեր մասնակցությամբ դուք կարող եք այս իշխանություններին հեռացնել տեղական ինքնակառավարման վաղարշապատի մարմնից։ Միայն տեղական ինքնակառավարման մարմիններում ընդդիմության հաղթանակը արդեն ապացույց է այն բանի, որ այս իշխանությունները երկրում վերընտրվելու շանսեր չունեն։ Իրենք դա շատ լավ հասկացան եւ այդ կիրառեցին հարձակում ժողովրդի քվեի վրա Գյումրիում, կիրառեցին ժողովրդի քվեի արդյունքի վրա հարձակում փարաքարում, ինչքան էլ ուզում են ներկայացնել փարաքարում քաղաքապետի սպանությունը որպես վրեժխնդրություն, միևնույն է, ես շատ լուրջ կասկած ունեմ, որ այդ սպանությունները ի սկզբանե կազմակերպված էին, ինչու, որովհետև էլի եմ կրկնում, պայծառատես վարչապետը ուղիղ հաջորդ օրը իր վարկածը միանգամից հայտարարում է իրավապահ մարմիններին, ինչու։ Եթե դու ոչ մի, ասենք, եթե դու ընդհանրապես կապ չունես այդ սպանության հետ, եթե դու ընդհանրապես որևէ կերպ այդ սպանությունը կազմակերպելու գործի հետ կապ չունես, ինչու ես այդպես անմիջապես քո վարկածը առաջադրում իրավապահ մարմիններին եւ ինչու իրավապահ մարմինները միայն եւ միայն այդ վարկածն են առաջ տանում։ Ինչպես դա եղավ 15 զինվորների ազատի կացարանում հրդեհի դեպքում զոհվելու արդյունքում վարչապետը ուղիղ հաջորդ օրը իր վարկածը առաջ տվեց եւ փաստացիորեն ստացվում է, որ ինքն է թելադրում, թե իրավապահ մարմինները ինչ վարկած են ուսումնասիրելու եւ ինչ վարկած են հաստատելու։ Հիմա դա հարցակում չէ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքի վրա։ Հիմա դա հարցակում չէ արդյոք ժողովրդի հանրության քվեի վրա, իհարկե հարցակում է։ Դրանով նրանք նախ փորձում են վախեցնել մարդկանց, վախեցնել ընդդիմադիրներին, վախեցնել ընտրողներին, բայց շատ լավ մենք տեսնում ենք, որ իրենց վախերը վախեցնելը արդյունք չի տալիս։ Ընդդիմադիրները առաջադրվել են, առաջադրվելու են, հաղթելու են, միավորվելու են եւ այս իշխանություններին դուրս են շպրտելու այս պահին տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես դա եղել է Գյումրիում, ինչպես դա եղել է Փարաքարում, ինչպես ընդդիմադիրները հաղթել են Վանաձորում, Ալավերդում, մյուս տեղերում եւ ըստ էության այդ ամենի արդյունքում իշխանությունների արժանացել են իշխանությունների հարձակմանը իրենց քվեի վրա։ Եվ մի ուրիշ բացի վախեցնելուց նրանք մի ուրիշ գործիք են այսպես հաղթանակով առաջ տանում, ինչ են առաջարկում, ինչ են խոսում, որպես իրենց հաղթարշավի գրավական։ Երեք կարծեմ Արսեն Թորոսյանն էր ասել, այս խաղաղության պայմանագիրը վստահություն է, խաղաղության հաստատումը վստահություն է, որ մենք ընտրություններում հաղթելու ենք։ Սա է նրանց հույսը եւ իրենց հույսը իրենք որպես վստահություն են ներկայացնում։
այո, դուք ձեր հույսը դա է այդ խաղաղության թուղթը եւ դրանով դուք խոստովանում եք, որ այդ թուղթը սարքեցիք որպես հաղթաթուղթ ունեն, որպեսզի հաղթաթուղթ ունենաք ընտրություններում հաղթելու, բայց մոռանում եք մի շատ կարևոր բան, որ հանրությունը շատ լավ հասկանում է, որ այդ խաղաղության հաղթաթուղթը ասածը, ձեր ասած պայմանագիրը առ ոչինչ է, ինչի ժողովուրդը չի հասկանում, որ այդ խաղաղությունը նախաստորագրված պայմանագիր է, նախաստորագրված, որից ուղիղ 2 ժամ հետո Ադրբեջանը հայտարարեց, որ իրենք կստորագրեն եթե, եւ այդ եթեների տակ սկսեցին շարադրել իրենց պայմանները, սահմանադրության փոփոխություն, 300,000 ադրբեջանցիները պետք է գան Հայաստանում բնակվեն, եւ 300,000 ադրբեջանցիների Հայաստանում բնակվելը քիչ է, նրանց համար պետք է անվտանգություն ապահովեն, եւ ըստ էության այդ անվտանգություն ապահովելու պահանջը քիչ է, նրանք թելադրում են, որ այդ անվտանգությունը պետք է ապահովի երրորդ կողմի ուժերի կողմից եւ այնպիսի երրորդ կողմի, ում կվստահի Ադրբեջանը, պարզ է, չէ՞, որ երրորդ կողմի մասին է խոսքը։ Այսինքն դուք մտածում եք, որ հանրությունը այսքան բանը չի տեսնում, այսքան բանը չի հասկանում եւ ինչ որ նախաստորագրած փաստաթուղթ դուք փաստացիորեն ներկայացնում եք որպես խաղաղության հաղթաթուղթ եւ դրանով ուզում եք ընտրությունների գնալ, ընտրություններին հանրությանը խաբել չի ստացվի, որտեղ հանրությունը շատ լավ հասկանում է, որ դուք ոչ թե պատերազմ, թե խաղաղություն համադրությունն եք, հակասությունն եք բերում, այլ դուք պատերազմ եւ խաղաղություն եք առաջարկում ժողովրդին, դուք այդ խաղաղության թուղթը այսպես թափահարելով ժողովրդի մեջ ժողովրդի վզին դամոկլյան սրինման կախել եք պատերազմի վախը, այ ժողովուրդ տեսեք, եթե մենք Սյունիքը չհանձնենք պատերազմ կլինի, եթե մենք Ջերմուկը չհանձնենք պատերազմ կլինի, մենք Արցախը հանձնեցինք, որ պատերազմ չլինի, եւ այսպես պատերազմի վախը, պատերազմով վախեցնելով դուք այդ խաղաղության թուղթը թմկահարելով անընդհատ կտոր պատրաստվում եք հանձնելու հայրենիքի առանձին կտորներ թուրք-ադրբեջանական տանդեմին։ Բայց մենք տեսնում ենք, չէ, նույն թղթի հետ Թրամփի ինչ է անում Նեթանյահուն, դարձնելով այն հազար անգամ ներողություն, բայց զուգարանի օգտագործված ըստ էության, տեսեք, եթե նույնիսկ այդ գազայի վիճակը մենք բերում ենք որպես համեմատություն, մենք չմոռանանք, որ այն փաստաթուղթը, որով խաղաղության հաստատման մասին պայմանագիր էր կնքվել Գազայում, այդ փաստաթղթի վրա գոնե Տրամփի ստորագրությունը կար։ Այս փաստաթղթի վրա, որը ըստ էության պաշտոնական փաստաթուղթ չէ, այլ ընդհանրապես նախաստորագրություն է, Տրամփի ստորագրությունը նույնիսկ չկա, այսինքն չկա երաշխավոր, ով պետք է երաշխավորի այս երկու երկրների միջև խաղաղության պայմանագրում ներառված իրողությունների կատարմանը։ Հաստատիորեն նույնիսկ այս պարագայում, որ Գազայի համար խաղաղության պայմանագիրը եռակողմ էր, որ Գազայի համար պայմանագրում կար Տրամփի ստորագրություն, Տրամփը ոչ մի բան չի անում իր այդ խաղաղությունը հաստատելու երաշխավորությունը իրականացնելու առումով, ելուր մնաց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղություն ապահովելու երաշխավորի դերը կատարելու այն պարագայում, երբ ինքը չի ստորագրել, այն պարագայում եւ ինքը նույնիսկ չի էլ հիշում, թե երկրորդ այդ երկու կողմերից, ասենք այն մեկի ղեկավարն ով էր, Փաշինյանի մասին խոսել, ասում է այն տղայով խոսացող երկրի ղեկավարի մասին այդ երկրի համար նա երաշխավոր է կանգնելու, իհարկե ոչ։ Եվ էլի եմ կրկնում, այդ փաստաթուղթը ընդհանրապես նախաստորագրած փաստաթուղթ է Ալիևի եւ Նիկոլի կողմից ստորագրված։ Ընդհանրապես, որին ուղիղ 2 ժամ հետո հաջորդել են թուրքական պահանջները, ադրբեջանական պահանջները։ Նրանք հստակ միշտ էլ հայտարարել են, որ ոչ մի ստորագրություն, ոչ մի փաստաթուղթ, ոչ մի խաղաղություն չի լինի, քանի դեռ Հայաստանը չի փոխել սահմանադրությունը։ Նրանք հստակ հայտարարել են, որ իրենք չեն ուզում պայմանագիր կնքել որևէ իշխանության հետ, Նիկոլ Փաշինյան, թե Նիկոլ քաղաքացիական պայմանագիր։ Նրանք ուզում են պայմանագիր կնքել
հայ ժողովրդի հետ, ինչու, որովհետև շատ լավ հայտարարում են, շատ բաց ու պարզ հայտարարում են, որ ցանկացած իշխանություն, որը պետք է ցանկացած ազգային իշխանություն, որ եկավ սրանցից հետո, չեղյալ է հայտարարելու սրանց բոլոր ստորագրություններն ու նախաստորագրությունները։ Դրանից լավ, էլ ոնց ժողովուրդ ձեզ բացատրեն, որ սրանց բերած թղթերը ուղղակի թղթեր են թափահարելու, որպես խաղաթուղթ օգտագործելու։ Սրանցից եւ ոչ մի փաստաթուղթ իրական խաղաղություն չի կարող ապահովել, դա ընդամենը պատերազմով վախեցնելու մի նոր հնարավորություն է։ Պատերազմով վախեցնելու, որպեսզի նրանք կատարեն պատերազմի վախի զգացումով ժողովրդին բերեն անհամոզման, որ պետք է Սյունիքը հանձնել, պետք է Ջերմուկը հանձնել, պետք է, չգիտեմ, Հայաստանի ես ինչ մասը հանձնել, Կիրանցը հանձնել, ինչպես հանձնեցին եւ այլն։ Եթե ոչ, ապա պատերազմ կլինի։ Սա է ընդամենը նրանց քաղաքականությունը, ինչու, որովհետև իրենք եկել են հենց այս ծրագիրը իրականացնելու, իրենք եկել են հենց այդ գործը իրականացնելու եւ ըստ էության արդեն ձևեր էլ չեն թափում, չեն էլ թաքցնում, հենց այդ ուղղակիորեն բացահայտորեն էլ ասում են։ Նրանք խոստացել էին մի բան, եկան եւ իրականացրեցին մի ուրիշ բան։ Ինչ խոստում էին կատարել, որ այդ խոստումները կատարեին։ Այսօր այս մեկ շաբաթ է արդեն ընթանում է 26 թվականի բյուջեի նախագծի քննարկումը։ Հետաքրքիր է, գիտեք, այն, որ այն բոլոր խոստումները, որ իրենք տվել էին 21-26 թվականի իրենց ծրագրերում, այդ բոլոր խոստումները չկատարելու պարագայում, իրենք հիմա այդ նույն խոստումները 26 թվականից սկսած նորից առաջ են քաշել։ Նրանք նորից խոսում են 300 դպրոցի մասին եւ իբր թե նոր 300 դպրոցի մասին։ Հələ հին 300 դպրոցը սարքեք։ Հին ձեր խոստացած 300 դպրոցը սարքեք, նոր 300 դպրոցի խոստումներից խոսեք։ Դուք խոստացել էիք 50 բուժական կազմակերպություն կառուցել, վերակառուցել, հիմնանորոգել, վերանորոգել։ Եվ երբ որ հարց է բարձրացվում, ընդ որում իրենց պատգամավորի կողմից, որ Տիկին Ավանեսյան, դուք այստեղ գրել եք 40 բուժական կազմակերպության, բուժական հաստատության կառուցում, վերակառուցում, այս ինչ 46-ի մասին է խոսքը, ասում է այն 50-ը, որ մենք խոստացել էինք, ասում եմ, լսիր, Տիկին Ավանեսյան, այսինքն դուրս է գալիս, որ հենց հիմա խոստովանում եք, որ 50-ից 4-ն են ընդամենը կառուցվել, դուք 46-ը նոր կառուցվողների մեջ եք դիտարկում, 5 տարի անցել է, դուք 50-ից 4-ն եք կառուցել եւ նոր 26 թվականից խոսում եք մնացած 46-ի կառուցման վերանորոգման մասին, այսպիսին են նրանց բոլոր խոստումները։ Խոստացել էին թոշակների կրկնակի աճ, խոստացել էին աշխատավարձերի բարձրացում, խոստացել էին թոշակի եւ նվազագույն աշխատավարձի հավասարեցում, նվազագույն սպառողական զամբյուղին, մինիմալ սպառողական զամբյուղին, որ խոստումն են կատարել, ոչ մի։ Եվ մի հետաքրքիր բան էլ երեք Բաբկեն Թունյանը այսպեսի միտք է հայտնում, ասում է, այն մարդիկ, ովքեր կգան ու կխոստանան, որ թոշակները կրկնակի կբարձրացնեն, այդ նշանակում է իրենք ընդհանրապես ոչինչ չեն հասկանում տնտեսությունից, տնտեսության կառավարումից։ Մոռանում է, որ 5 տարի առաջ այդ խոստումները իրենք են տվել։ Փաստացիորեն ինքը խոստովանում է, որ 5 տարի առաջ, երբ որ իրենք խոստումներ էին տալիս, իրենք ոչինչ չէին հասկանում տնտեսությունից, տնտեսության կառավարումից։ Խոստումներ էր, որ տալիս էին։ Դե ոչ չէին մտածում, որ այդ 5 տարին այսքան շուտ է գալու։ Սիրելի հանրություն, սիրելի ժողովուրդ, իհարկե մենք մեծ ու լուրջ խնդիր ունենք այս իշխանություններից ազատվելու, բայց լուրջ մարտավարական խնդիր էլ ունենք լուծելու առաջիկա տիմ ընտրություններում հաղթանակ արձանագրելու առումով։ Ինչու են այս իշխանություններն այսօր հիստերիայի մեջ ընկել, ինչու է այս իշխանությունը, այս իշխանության ղեկավարն ու թիմը այսպես հիստերիկ հարձակումներ կազմակերպում թիմ ղեկավարների վրա, Դուք ձեր խոսքում անդրադարձաք այս խաղաղության, կերս խաղաղության, որ իրենք մանիպուլացնում են հասարակությանը, բայց նոր մոտավորապես մի քանի ժամ առաջ Ալեն Սիմոնյան ազգային ժողովում ճեպազորեցի ժամանակ ասում է ժողովուրդ պատրաստ եղեք, ադրբեջանական պատվիրակություններ են գալու Հայաստան, մենք գնալու ենք Ադրբեջան, խնդրեմ այս մասով ձեր տեսակետը։
Նախ չհասկացա թե ժողովուրդը այդ ինչ է անելու որ պատրաստվի, այն ասում է կարմիր գորգեր ենք փռելու, գառու ոչխար ենք մորթելու նրանց ընդունելու համար, այդ իրենք անում են, էլի։ Իրենք ամեն օր այդ կարմիր գորգերն են փռում ադրբեջանական պատվիրակություններ ընդունելու համար եւ ինչ, այսինքն ինչ է նշանակում։ Հետաքրքիր է այդ պատվիրակության հետ գալու են նաեւ այն 300,000 ադրբեջանցիները, ում մասին խոսում է Ալիևը։ Հետաքրքիր է ինչ է ուզում դրանով ասել։ Ժողովուրդը չի հանդուրժելու ադրբեջանական պահանջների կատարմանը գնացող որևէ իշխանության։ Դա թող իրենք պատրաստ լինեն ժողովրդի նման վերաբերմունքին։ Ինչ է նշանակում ժողովուրդ պատրաստ եղեք։ Նրանք արդյոք պատրաստ են այդ Ադրբեջանից եկած պատվիրակության առաջ հարցեր դնելու, արդյոք պատրաստ են բարձրաձայնելու Բաքվի բանտերում մեր գերիների վերադարձի պահանջի մասին, ազատ արձակման մասին պահանջը, արդյոք պատրաստ են այդ պատվիրակության առաջ դնելու հարցադրումները, համաձայն որոնց ադրբեջանցիները պետք է դուրս բերեն Հայաստանի սուվերեն ինքնիշխանությունից ադրբեջանական զորքերը, թող իրենք պատրաստվեն համարձակություն դրսևորեն եւ ադրբեջանական նման պատվիրակությունների առաջ նման հարցադրումներ դնեն, ռազմագերիների ազատ արձակում Բաքվի բանտերից, սուվերեն Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքի հանում, արցախահայերի Արցախ վերադարձի իրավունքի մասին պահանջ, սրանք իրենք պետք է պատրաստվեն նման պահանջներ այդ պատվիրակությունների առաջ դնելու, իրենք պատրաստ են ընդունել այդ պահանջները դնել կամ գնալ պահանջները դնել, թե չէ ինչի մասին է խոսքը ժողովուրդ պատրաստվեք, այսինքն ինչ անի ժողովուրդը, պատրաստվի տեսնելու թե ինչպես եք դուք գլխիկոր ընդունելու այդ պատվիրակությանը եւ հաջորդիվ այդ պատվիրակության մյուս պահանջները կատարելու, դրան եք ուզում ժողովուրդը պատրաստվի, ոչ ժողովուրդը այլևս չի պատրաստվելու, թե եթե ուզում եք ասել, որ ժողովուրդ պատրաստվեք ընդդիմադիր կերպով ընդունելու ադրբեջանական պահանջներին եւ ընդդիմադիր ուժերով պահանջելու նման այդ առաջարկները պատվիրակության առաջ դնել, այդ դեպքում ժողովուրդը պատրաստ է, այո, ժողովուրդը պատրաստ է ադրբեջանական պատվիրակությունների առաջ այդ պահանջները դնելու։ Դուք խոսում եք անընդհատ ադրբեջանական պատվիրակություններ ընդունելու, Ադրբեջանի պահանջները կատարելու մասին միայն։ Ձեր գործողությունները միայն դրան են ուղղված։ Եվ երբ մենք ադրբեջանական պահանջները բարձրաձայնում ենք, մեր ժողովրդի պահանջները ադրբեջանական պատվիրակություններից ու իշխանություններից բարձրաձայնում ենք, դուք ասում եք, դուք դառնում եք ադրբեջանական իշխանությունների խոսնակները։ Իհարկե, ձեզ դուր չի գալիս, երբ մենք բարձրաձայնում ենք Ադրբեջանի պահանջները, բարձրաձայնում ենք ձեր պատրաստականությունը նրանց պահանջները կատարելու, բայց լավ իմացեք, որ ինչքան էլ դուք խուսափեք այդ ամեն ինչը ժողովրդին ներկայացնելուց, ժողովուրդը շատ լավ հասկանում է, եւ ժողովուրդը, այո, միգուցե կպատրաստվի այդ պատվիրակություններին ընդունելու, բայց ընդունելու ճակերտների մեջ թե ինչպես կպատրաստվի դա ժողովուրդը գիտի եւ կգա օրը եւ դուք կտեսնեք նաեւ ժողովրդի պատրաստակամության աստիճանը, ես ոչինչ չունեմ ասելու, այնպես որ Ալեն Սիմոնյան, Նիկոլ Փաշինյան, դուք ինչքան էլ ուզում եք պատրաստվեք գլխիկոր ընդունելու այդ պատվիրակություններին, ժողովուրդը երբեք ադրբեջանական տանդեմի առաջ գլուխ չի խոնարհելու, ժողովուրդը միշտ պայքարելու է, քանի դեռ չի ազատվել այս ապիկար իշխանություններից, ժողովուրդը պայքարելու է երկիրը փրկելու համար, ձեզ իշխանությունից հեռացնելու համար, այո, Բաքվի բանտերից մեր ռազմագերիներին հետ բերելու համար, մեր սահմաններից, սուվերեն ինքնիշխան տարածքներից ադրբեջանական բանակը հետ մղելու համար, Արցախահայերի հետ վերադարձի իրավունքի իրականացման համար եւ ի վերջո ժողովուրդը պայքարելու է մեր երկիրը այս վիճակից, այս մարտահրավերներից ազատելու համար եւ ես համոզված եմ դրանում։ Տաշիր կապիտալը առաջարկում է սակագնի իջեցում էլեկտրաէներգիայի, որը բացառապես իրականացվելու է Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին։ Հետսը բնականաբար մերժում է։
Ինչ նպատակը, որովհետև նախնական զրույցում դուք շատ հետաքրքիր միտք առաջ քաշեցիք։ Գիտեք, ես չեմ էլ զարմանում, որ նա մերժում է այդ սակագնի իջեցման առաջարկը, ինչու, որովհետև սակագնի իջեցման առաջարկը հանրության որոշ խմբի համար սոցիալապես անապահով վիճակից մի քիչ դուրս գալու ելք է, որովհետև հանրության մեջ վստահությունը այդ տաշիր խմբի այդ սակագնի իջեցումը սոցիալական վիճակի բարելավմանը նպաստող գործոն է։ Իսկ այս իշխանությունները ուզում են, որ մեր հանրության մեջ ժողովրդի սոցիալական վիճակը բարելավի, ոչ, նրանք երբեք չեն ուզում ու չեն ուզեցել ու չեն էլ ուզելու, որ սոցիալական վիճակը բարելավի, ինչու, որովհետև ինչքան սոցիալապես անապահով վիճակում է ժողովուրդը, ինչպես կրթական ցածր մակարդակ ունի ժողովուրդը, այնքան կանխատեսելի է ընտրությունների արդյունքները, այնքան կախվածությունը իշխանությունից մեծ է եւ նրանց հույսով ժողովուրդը կընտրի իրենց։ Սա է հիմքում իրենց մերժման եւ դա այդպես էլ պետք է լիներ եւ միամիտ կլիներ կարծել, որ այս իշխանությունները այսօրվա հեծի ղեկավարությունը պետք է ընդուներ սակագին իջեցնելու առաջարկը, ոչ, չհավատав եւ դեռ ավելին, սրանք կարող են հիմա որևէ ինչ որ կերպ գործեր կարելով, գործեր սարքելով, բերել հասցնել նրան, որ սակագնի բարձրացման առաջարկ անեն եւ դա կհիմնավորեն, որ այ նախին ղեկավարության վարած քաղաքականության սխալի արդյունքում մենք ստիպված ենք սակագինը բարձրացնել։ Այ դրան պատրաստ եղեք, իսկ սակագնի իջեցումը եւ այն էլ Սամվել Կարապետյան ուժի իրենց միջոցների հաշվին նրանց առաջարկով դա անհնար է եւ այս իշխանությունները դրան երբեք չեն գնա։ Այս իշխանությունները իրենց 5 տարվա այս վերջին ծրագրի որ խոստումն են արել, որը միտված պետք է լիներ բարեկեցության բարելավմանը, ոչ մի խոստում։ Այս իշխանությունները որ խոստումն են կատարել, որը մի քիչ կթեթևացներ ժողովրդի հոգսը, ոչ մի խոստում, թոշակի բարձրացման պահանջն են կատարել, տնտեսության զարգացման պահանջն են կատարել, բա այսքան խոսում էին իրենց իշխանության օրոք գնաճը սարսափելի տեմպերի է հասել, իրենց իշխանության օրոք այս 1000-2000 դրամով բարձրացված թոշակները պատիկներով ցածր են քան գնաճը եւ դա ներկայացնում են որպես արդյունք, էլ չեն ասում, որ իրական գնողունակությունը այդ թոշակառուի շատ ավելի վատ վիճակում է հայտնվել։ Սրանք ներկայացնում են ապահովագրության օրենքը որպես բարեկեցության նպաստավոր պայման, ապահովագրության այդ համապարփակ ապահովումը, բայց իրականության մեջ այդ ապահովագրության համակարգը ըստ էության, եթե կարդում ենք խորքային, դա նույն պետպատվերի շրջանակներում բուժական ծառայությունների առաջարկն է կոնկրետ սոցիալական խմբերի մինչև 18 տարեկան, 65-ից բարձր, սոցիալապես անապահով այն խմբերի, որոնք առանց այդ այդ պետպատվերի շրջանակում նման ծառայություններից օգտվելու հնարավորություն ունեին անվճար։ Այլ բան է, որ ստանում էին, թե չէին ստանում, հաջողվում էր այդ պետպատվերի շրջանակում այդ անվճար ծառայությունը ստանալ, բայց նրանք անուն են փոխել ընդամենը, ոչ թե բարելավել են ժողովրդի վիճակը եւ հույս ունենալ, որ սրանց որևէ քաղաքականություն, որևէ քայլ նպաստելու է ժողովրդի բարեկեցության բարելավմանը, սխալ է, սիրելի հանրություն, արդեն սկսվելու են նոր ստերի, նոր սուտ խոստումների, նոր չկատարվելիք խոստումների մի մեծ տարապ, դրան պատրաստ եղեք, սիրելի հանրություն, պատրաստ եղեք լսելու այդ նոր ստերի տարափը, նոր խոստումների տարափը, որովհետև առաջիկայում ընտրություններ են եւ իրենց սովորության համաձայն, իրենց մասնագիտացվածության համաձայն ժողովրդին փորձելու են կերակրել նոր խոստումներով, ժողովրդին փորձելու են շեղել իրենց խոստումների չկատարման քննարկումներից եւ ժողովրդին փորձելու են խաբել այդ խաղաղության հաղթաթղթով, որ իրականում ոչինչ է եւ փորձելու են
քվեներ կորզել, վերընտրվելու եւ վերընտրվելու արդյունքում Ադրբեջանի ու Թուրքիայի մյուս պահանջները կատարելու նպատակով, որովհետեւ շատ լավ գիտեն, թե ինչ են խոստացել, ինչի դիմաց այդ թուրք-ադրբեջանական տանդեմին եւ որ խոստումի չկատարումը ինչ պատժի առաջ է իրենց կանգնեցնելու եւ դրանք այդ պատժից խուսափելու համար պատրաստ են ամեն մի նոր ստի եւ սիրելի հանրություն, ես համոզված եմ, որ դուք այլևս կուլ չեք տալու նման ստերը, այլևս նման խայծերին գերի չեք գնալու եւ տալու եք այս իշխանություններին արժանի պատիժ եւ եթե կարելի է վերջում թույլ տաք ես նորից վաղաշաբաթցիներին Եթե կարելի է ուզում վաղաշաբաթի հետ կապված ամփոփել ձեր խոսքը եւ կոչով դիմել, որովհետեւ իրականում վախենալու ոչինչ չկա, մարդիկ պետք է իրենց արդար ընտրությունը կատարեն, չընկրկելով այս իշխանության տարածած վախերի դեմ, բայց երկու անձի հետ կապված ձեր տեսակետը կուզենք լսել, Տիկին Գյուրեղյան, Արտուր Դավթյանը վերջերս հարցազրույց էր տվել, խոսում է այն մասին Փաշինյանին կալանավորելու հիմքեր չուներ, այս մարդու ակտիվությունը ինչով է պայմանավորված ըստ ձեզ եւ մեկ էլ հոկտեմբերի 27-ի Եռաբլուրում Սասուն Միքայելյանը ասում է եթե Վազգենը կենդանի լիներ Արցախի հետ տեղի չէր ունենա այն ինչ տեղի ունեցավ խնդրեմ Գիտեք հոկտեմբերի 27-ը դա այն դեպքն է որը իրենք խոստացել էին այս իշխանությունները իրենք խոստացել էին որ պետք է անպայման բացահայտվի իհարկե հոկտեմբերի 27-ը մեզ համար լուրջ շատ լուրջ մտածելու առիթ տվող իրողություն է եւ 26 տարի առաջ կատարված այդ իրողությունը նաեւ մեր երկրի մեր ժողովրդի համար ցավ է բայց չմոռանանք որ 7 տարի սրանք արդեն իշխանություն լինելով խոստացել էին բացահայտել հոկտեմբերի 27-ը, բա ինչու չեք բացահայտում։ Այդ ինչու այդ պայծառատեսությունը Նիկոլ Փաշինյանի այստեղ չի աշխատում։ Ինչու ինքը պայծառատեսորեն չի հասկանում, թե ովքեր են կատարել հոկտեմբերի 27-ը, ովքեր են հեղինակները, ովքեր են հիմքում հոկտեմբերի 27-ի կանգնած, թե պայծառատեսությունը այստեղ էլ է պայծառ աշխատել եւ ինքը շատ լավ գիտի, թե ուր են տանելու այդ սլաքները, եթե հանկարծ բարձրաձայնի այն իրողությունը, որ իրականում եղել է։ Իսկ ինչ մնում է հայտարարությանը, թե եթե հոկտեմբերի 27-ը չլիներ, ապա Արցախը չէր հանձնվի։ Գիտեք ինչ, 7 տարի դուք իշխանություն եք, Սասուն Միքայելյան, դու այդ ԿՊ-ի, այսպես ասած, մոլագար հետևորդներից ես եղել։ Բա այնպես անեիք, որ այս 7 տարվա ընթացքում, չէ՞ որ Արցախը հանձնվել է ձեր իշխանության օրոք։ Բա ինչու այդպես արեցիք, որ Արցախը հանձնվեց։ Արցախը հանձնել եք դուք, ձեր իշխանությունը, եւ փորձել այդ հանձնումը վերագրել 26 տարի առաջ իշխող ուժերին ուղղակի պատասխանատվությունից խուսափելու ժողովրդին նոր ստով կերակրելու մի հնարք է, որը չի անցնում։ Դուք եք այդ իշխանությունը, դուք եք հանձնել, դուք եք ի վերջո պատասխան տալու հոկտեմբերի 27-ի Արցախի հանձնման համար, եւ դուք եք այո պատասխան տալու հոկտեմբերի 27-ը մինչեւ օրս չբացահայտվելու վերաբերյալ 7 տարի իշխանություն եք 7 տարի դուք իրավապահ մարմիններին թելադրում եք, որ դեպքը ինչ վարկածով վարել, որ դեպքը ինչ վարկածով պատժել, ում պատժել, ինչպես պատժել, ինչքան պատժել, բա հոկտեմբերի 27-ը ինչի՞ չեք բացահայտում, ձեր խոստումներից իշխանություն գալուց տված առաջին խոստումներից մեկն էր, բա բացահայտեիք, այնպես որ որևէ կերպ այդ պատասխանատվությունից խուսափել չի լինելու, հոկտեմբերի 27-ի չբացահայտման պատասխանատվությունն էլ է ձեր վրա, Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու պատասխանատվությունն էլ է ձեր վրա եւ վաղ թե ուշ բոլորը իրենց տեղում, իրենց չափով, իրենց ժամանակին այդ պատիժը ստանալու են, հաստատ համոզված եղեք։ Եվ սիրելի ժողովուրդ, թույլ տվեք վերջում ես դիմեմ վաղաշաբաթցիներին, սիրելի վաղաշաբաթցիներ, ձեր մասնակցությամբ ընտրություններում ԿՊ իշխանություններին մերժելով
դուք մեր հանրության մեջ մեծացնելու եք իրենց քվեի նկատմամբ վստահությունը, դուք ցույց եք տալու այս իշխանություններին, որ այլևս հանրությունը չի վախենում իր գործողություններից, այլևս հանրությանը հնարավոր չէ վախեցնել ընդդիմադիր ուժին ընտրելու համար, այլևս հանրությունը պատրաստ է ընդդիմադիր ուժերին ձայն տալ եւ ընդդիմադիր ուժերը տարբեր տարաձայնություններ, տարբեր հարցերի շուրջ ունենալով հանդերձ պատրաստ են միավորվելու, մեկտեղվելու եւ ունենալու ընդդիմադիր իշխանություն, ինչպես դա եղավ Գյումրիում, եւ մեկ քայլ առաջ գնալու այս իշխանություններին իշխանությունից հեռացնելու, մեկ քայլ առաջ գնալու մեր երկիրը այս մարտահրավերներից փրկելու ուղղությամբ։ Սիրելի վաղարշապատցիներ, անպայման մասնակցեք, անպայման ձեր ձայնը տվեք ընդդիմադիր ուժին, եթե ոչ ընդդիմադիր ուժին, ապա գոնե ձեր մասնակցությամբ ՔՊ-ի մասնակցության տոկոսը իջեցնել եւ վերջում հաղթանակ հաղթանակին։